60 կողմ 22 դեմ 0 ձեռնպահ ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը։ Կողմ էին ՔՊԱ-ականները, դեմ ընդդիմադիր խմբակցությունների падգամավորները։ Հայաստանը ձգտում է անվտանգության ապահովման, այդ թվում իրավական դաշտում։ Ստատուտի վավերացումը իշխանության ներկայացուցիչների վստահեցմամբ հենց հիշատակված խնդիրների ապահովմանն է միտված։ Հայաստանի Հանրապետության տարածքը կարելի է ասել որոշակիորեն երաշխիք է ստանում, որ տարածքում կատարված ցանկացած նմանատիպ ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի դատան իրավազորությանը։ Որևէ առարկայական օգուտ կամ առաջընթաց դիվանագիտական դաշտում չեն գրանցի վստահ է ընդդիմությունը։ Ավելին, չկա նախադեպ, որ ստատուտի վավերացմամբ երկրներին հաջողվի պատժել որևէ հանցագործի։ Ընդդիմադիրները հավելում են, այս քայլով գործող իշխանությունները Հայաստանը տանում են վտանգավոր զարգացումների դաշտ։ Ինչի են այս մարտիկ Հայաստանը ներքաշում, եւս մեկ անգամ ներքաշում այս պատերազմի մեջ։ Բոլոր այն խոստումները, որոնք ներկայացվում են, թե իբր սա օգուտ է բերելու, չեն կարող իրենք վկայակոչել գոնե մեկ դեպք առ այսօր, որ մեղավոր անձը, ընդ որում սա ֆիզիկական անձի է վերաբերում, ոչ թե պետությանը, որ ֆիզիկական անձը պատասխանատվության է ենթարկվել ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կամ պատերազմական հանցագործությունների համար։ Վավերացման անհրաժեշտությունը վերստին հիմնավորվում է Ադրբեջանի վերջին գործողություններից ու ոտնձգություններից հետո, ասում են իշխանության ներկայացուցիչները։ Սա նոր գործիք է Ադրբեջանին դատապարտելու համար, իսկ հայ-ռուսական հարաբերությունների վրա վատ ազդեցության որևէ վտանգ չկա։ Մտավախությունների ու առարկումների ալիքն են շտապում հանդարտեցնել իշխանական падգամավորները։ Բազմիցս կրկնել ենք, որ սա որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմանի հարաբերությունների տեսանկյունից եւ սա մենք նաև փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին։ Իսկ ռուս գործընկերների արձագանքը չուշացավ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կատարվածը որակեց սխալ որոշում ու նաև հավելեց, որ Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։